մեր հովվապետ, Փարի հովիվ, մեր հոգիների հովիվը, ով մեզ խոդավետ արոտներու մեջ կառաջնորդես, հանգիստ ջուրերունքով կբարգեցնես, Հայր Աստված, որ Քույր Քրիստոսի հովվապետի անունով է, որ մեր ցայներ այս առավոտ կբարձրացնենք, շնորհած գայիդ առաջ։ Հայր, գիտենք, որ լսում ես մեզ, բայց աղոթքս է Հայր, որ մեր աղոթքն ու կյանքը այնպիսին լինի, որ ոչ միայն լսես, այլ նաև պատասխաններ շնորհես մեզ։ Ավասիկ ծնդրատրած ենք քո առաջ։ Եվ ամեն մեկս Հայր այս առավոտ մեզ հետ բերեցինք քո դուն, մեր փերները, դժվարությունները, հարցեր, խնդիրներ, մարտահրավերներ։ Եվ յուրաքանչյուրիս խնդիրը, հարցը պետք է դեր առաջնահերթություն է քո համար։ Կամքդ օրհնյալ լար։ Մասնավորապես գաղութենք այս առավոտում մեզ սիրելի Նոյեմի քրոջ եւ Արուսիա քրոջ համար։ Մեր աղոթքն է Հայր, որ բժշկության բարգև շնորհես նրանց։ Եվ բոլոր նրանք, ովքեր ֆիզիկապես դդար են, դդարաբին եւ մարտահրավերներ ունեն, դեր հպվես, կոմենք հպումը Հայր, հրաշներ կարող է կատարել։ Դեր հպվես այս առավոտ յուրաքանչյուր հոգուով քո գարիքն ունի։ Թող այսօր այս դան մեջ փրկություն լինի։ Թող այսօր դեր այս դան մեջ ազատագրումներ լինեն, սերբազատումներ լինեն, գաբանքներ, շղթաներ, վիճակներ, որոնց կապված են, այսօր ազատագրվենք Հայր։ Դեր քեզի կանցնվի, մորտնյալ ես, անցյալ ներկա եւ ողջ հավիտենական ցարերում, ամեն։ Նախքան Աստծո խոսքի պատգամին անցնելը, ուզում եմ հայտարարության հանդես գալ։ Գիտեմ, միգուցե անսովոր թվա այս հայտարարությունս, բայց հայտարարություն մնե, որ բարտավորված եմ կատարել թեմեն։ Մեր մեջ անդամ ունենք ներկայոս է։ Անդամը, որ լուրջ բաժանումներ առաջացուցած է եկեղեցին մեջ, ցավ, վիշտ եւ արցունք պատճառած է ուրիշ անդամներու, որոշ անդամների սխալները եւ մեղքերը բացահայտել եւ ամոթալի վիճակի առաջ թողել է։ Եվ այդ անդամի հանդեպ մեր վստահությունը գորած է արդեն։ Չենք կարող այդ անդամին վստահել։ Եվ ինձի դրված հեղինակությամբ եւ որպես Պեսեդինայի այն ազովրեցի եկեղեցվո հովիվ, այն հեղինակությունը, որ ինձի դրված է Ավետարանի պատգամը եւ եկեղեցական կարգապահությունը պաշտպանելու համար ստիպված պիտի լամ այդ անդամի անունը հիմա հայտարարել եւ ում պիտի ցուցադրել, խնդրում եմ հենց դեսնես որ քո անունը պիտի խնդրեմ, որ սրա թողնես եւ դուրս գաս։ Եվ անոր անունը Չարախոսյան երկլեզու է։ Չարախոսյան երկլեզու անդամն է։ Վավ։ Չարախոսյան երկլեզու։ Գիտեք չէ, լեզվով է, որ
Արաքյանն այդպես կսել, լեզվով է, որ մենք կարող ենք պաշտոններ ստեղծել, վստահություն, հարգան եւ իրար հանդեպ այս գարոցողական վիճակը փչացնել, լեզվով է, որ մենք ուրիշներու հանցանքները, մեղքերը, բացթողումները, վիճակները կբացահայտենք, կծածկազրկենք, ծածկոցը կհանենք եւ բոլորին հրաբարակա թույլ կտանք, լեզվով է, որ ադիկա գնենք եւ այդ անդամին ուղարկենք գասիպ կաֆե, թող էր տաններին կուզե թողնեն։ Լեզվով է, որ մենք իրար ուրիշների սխալները, մեղքերը, հանցանքները expose ենք անում կամ բացահայտում ենք։ Expose բառը ինչ է, exposition, տարբեր բառեր կնշանակի exposition, պատկամ կա, exposition, պատկամներ կա, expo, but expo բառը, expose, expo բառը կա, գիտեք ամեն տարի, գրեթե ամեն տարի մեծ կամպանիներ Expo գունենան, օրինակ այս տարի ամենամեծ Expo-ն դեղի գունենան, Expo 2025 բանում գունեն Ճապոնիայում որ քաղաքներ, Օսակա քաղաքի մեջ է հիմա։ Ամեն տարի աշխարհի մեջ դեղի գունենան հսկա կազմակերպությունների Expo-ներ, ցուցահանդեսներ։ Եվ ինչ է նպատակը Expo-ի, յուրաքանչյուր ընկերություն, կամպանիներ իրենց latest innovations, ամենաթարմ եւ վերջին մտահղացումները, նորարարություններ, innovation նորարարությունը նշանակէ, ստեղծագործություններ մարդկայիններ, իրենց լավագույն տեսականիները Expo գնեն, գցուցադրեն, որպեսզի հաճախորդներ, ուրիշներ, որոնք կան եւ իրենց լավագույնը ներկայացնեն, expose գնեն իրենց։ Ցավոք սրտի բազում եկեղեցիներում կամ հավատացյալներու կյանքում այսպիսին չէ իրավիճակը, եւ մենք Բարդավոր ենք մեր եկեղեցվով, այս դեպքում Փեսեդինայի հայ Նազովրեցի եկեղեցին, մեր անդամները, մեր հովիվները, պատվելիները, ծառայողները, հոգապարծական անդամները եւ մեր եկեղեցու գործունեությունները փոխանակ մենք այս մեր եկեղեցվո ընտանիքի լավագույն ձեռքբերումները, achievements եւ լավագույն դեսականիները ցուցադրենք, ցավոք սրտի միշտ հակառակն է տեղի ունենում եւ առհասարակ եկեղեցիներում առհասարակ ոչ բոլոր մեծամասամբ այդ ցավոք սրտի մենք կսկսենք expose-ներ մեր եկեղեցվո վատակույն ապրանքները, վիճակները, որը լուրջ մտահոգություն է։ Բայց այսպիսին չէ, մեր հոր Աստծո սիրտը։ Նա երբեք մեր մեղքերն ու ամոթը չի քողազրկել, չի հրաբարակել, չի հայտարարել։ Գծածկե մեր բոլոր մեղքերը, հանցանքները, բացթողումները իր որդու Քրիստոսի անունով։ Եվ Աստծո խոսքը ձեր բոլոր մեղքերը դե ծովու անթունթը անեդեցի խորության մեջ եւ այլ երբեք չի հիշեր։ Ուրեմն եթե Աստված գծածկե քո եւ իմ սխալները, մեղքերը, հանցանքները ինչ որ գծածկե, անընդհատ գծածկե իր սիրով, հետեւաբար Աստվածային սերը ինձ եւ քեզ կհրավիրե գոչում ու գտավոր նույն ցևով վերաբերվենք մեկս մյուսի հանդեպ ամեն անգամ երբ որ մենք Christian Fellowship Group դասարանը որ իրար պաշտամունքեն մեջ ամեն դասարաններ կան եւ ոս դասարան ունենան եղբայր ունենք ահարան եղբայրը ամեն անգամ երբ որ նույնի մասին կխոսի կփորձի կսե ինչու՞ մար սիրո մասին քիչ կխոսվի Եկեք սիրո մասին խոսենք, որով Աստված սեր եւ առողջ
հիմքն է, ֆունդամենտն է մեր հավատքի կյանքի։ Եթե Աստված իր սիրով գծածկե քո մեղքը, քո հանցանքը, որ արել է ամոթը գծածկե, հետևաբար ես բարդավոր եմ նույն սիրով ծածկել քո հանցանքը, որովհետև սիրելիս սերը, Աստծո խոսքը ասե հանցանքների բազմությունը գծածկե։ Եվ այսօր մենք տեսնենք, թե ինչպես սերը ծածկում է, սերը բժշկում է և սերը Աստուծո շնորհած կործիկն է լինում։ Գիտեք սիրելիներ, յուրաքանչյուրս ինձ մեզ սկսյալ, յուրաքանչյուրս մեր կյանքում, այսինքն մեր ներքին կյանքում, այդ քո կյանքի այն հատվածը, որ ուրիշներ չեն տեսնել, միայն դու գիտես։ Յուրաքանչյուրս մեր ներքին կյանքում, մեր սրտի խորքում, մեր մտքում, մեր հոգում, մեր նկարագրում, մեր բնությունում, մեր երևակայություններում առնվազն մեկ բացասական նեգատիվ սխալ երևույթ ունենք, գոնե մեկ անհաղթելի մեղք ունիս, մեկ մեղսալի ունակություն ունիս, փորձությունը, որ քեզ միշտ կհրաբուրի և կփորձվիս, գոնե մեկ հատ կա, վատ սովորությունը, զզվելի բնավորությունը ունենք, ճամը մեկս ունենք զզվելի բնավորությունը, ես ունին կարծել մի քանի ամիս, և աղոթում եմ, որով ասված է զզվելի բնավորությունը ստանեմ մեջ է, իրոք անգերձ եմ ասում, խավարանգյուն ունենք, որ անընդհատ գճանանք ծածկել մեր շրջապատող մարդկանցից։ Եվ այնպես սևացրել գարդես, թե այդ վիճակը իմ մեջս գոյությունը կամ հաղթահարել է։ Այդպես մեծ կսկսեմ հաճախոսի, կամ այդպես կարտահայտվին, որ ցույց տամ, որ ինձ համար զերո է, հելը դու ունդեղ ես։ Բայց վերջո այդ մեղսալի անդուր վիճակը, այդ դահաճ վիճակը ի հայտ է գալիս, հրաբարակվում է և մեզ շրջապատող մարդկանց աչքերին տեսանելի է դառնում։ Եվ ամոթով ենք մնում, խայդարակվում ենք և որոշ բարականերում հեղինակազրկվում ենք։ Բայց այդ հրաբարակվելը, այդ բացահայտումը, այդ հայտնի դառնալը մեծամասամբ մենք ենք անում, մենք ենք անում։ Ես սխալ մեջ եմ, եթե եկեղեցու մեջ են շատ հաճախ, եկեղեցվով որոշ անդամների միջոցով է խայդարակում դվյալ անձը, որու կյանքում մեղք մնա և բացահայտվեց, բացահայտեցին, հրաբարակեցին, ուրջացուցին, մեծացրեցին, post արեցին, social media-ներում թերթեր տվին, հեռուստաընկերության տվին և թեև կփորձենք մարդկանց աչքերեն ծածկել կամ ծածուկ պահել այն վիճակը, որ մեջս կա, բայց չմոռանանք, որ կա մեկը, որու աչքերու առաջ ամեն բան բացահայտ է, ամեն բան կտեսնե, ամեն բան է տեղյակ է։ Մեկը կա, որու աչքերեն չեն կարող ծածկել մեր իսկական վիճակը, Եբրայեցիս 4:13-ի մեկ Աստծո խոսքը դասե, չկա արարածնա, անոր թեմ չերևնա, հապա ամեն բան բաց է, հայտնի է անոր աչքերուն առջև, որում պիտի դրվի մեր հաշիվը։ Ծանր համար է, ամեն բան, ամեն արարք, ամեն վիճակ, որ քո և իմ կյանքից մեկ տեղի ունենան, որ կփորձենք ծածկել մարդկանց առջև, Աստուծո առաջ բաց է, հայտնի է, հստակ է, չենք կարող ծածկել, բայց և այնպես, քանզի և ասնզի, ավետարանը ինչ կստե,
Մեր ավետարանը եւ ցույց կուտա վիճակս եւ լուծումը կուտա։ Նույն ավետարանը ինչ կսե որ թեև Աստված ամեն բան գիտե իմ մասին, Տուն որ գփորձես ծածկել մարդոց մեն, ես գիտեմ հովի, թեև գիտեմ, ես որոշել եմ ծածկել հու մեղքերը իմ որդուիս Հիսուս Քրիստոսի պատվական արյունով։ Եվ Աստված մեզի հրաշալի միջոց մտված է, որով կարելի է լինում ցերպազատվել նման վիճակների եւ այդ միջոցը լավ լսենք խոստովանության ծածկոցն է խոստովանության ծածկոցն է առաջին Հովանու 1:6 ինչ կսենայեցեք եթե խոստովանենք մեղքերնից հավատարիմ ու արդար է նա մեր մեղքերում քավություն տալու եւ մեզ ամեն արենագույնը սրբերում հոս կարելի շաբաթներով սրբել Փարմը գացի եթե խոստովանենք մեղքերնից հավատարիմ արդար անենա որպեսզի քավություն դա քավություն փարակ գիտեք ինչ կնշանակե 5 դարան կդանի մեզի նոյան դաբանը կսե նոյը ձիթով բադեց այդ փարը որ նոյան դաբան որ ձյութը որ ներգետ բադեց որպես անցրևեն գարգուտեն անցրևեն չուրեն ապահոմանը գիտեք ինչ է ու եվ բերայնով պարը կիպուր կամ շարեք կիպուր գսել կիպուր գնշանագե կավություն պարն է ուրեմն նոյան դավանսոտ կավությամբ ծածկեց ոչ դապանը որպես աստու արդար թադաստանը Եվ որ երկրի վրա կթափվի դու պաշտպանված մնաս, որտեղ խոստովանած ես մեղքդ եւ ներս մտած ես, ինքնակիդակից ես որ դու մեղավոր ես, բայց Աստված շնորհած դուրը բացակեց, ընդունած ես այս շնորհած դուրը ներս մտած ես դա բանի մեջ եւ Աստված գքավե քեզ, կպաշտպանե քեզ, ուրեմն քավություն տալու մեզ աներագություններ սրբելու։ Թեև սխալները մեզ Աստված գծածկե ինձ Ետ մոն չէ, գծածկեզիս, Աստված գծածկե, ծածկոց մը գծածկե Այս շաբատ նոր երկ ինձ համար նոր էր երկ մրսեցի, երկ այսպես կսեր God takes my sins, shame and my story and crowns me with his righteous life Աստված իմ մեղքերս, իմ ամոթս և իմ անցյալի պատմությունս վերցնում է և իմ կյանքս վսահում է իր արդար կյանքով։ Այդ Աստված ինձ այդպես գնայ ասկե հետո, որ գարդես թե երբեք գոյություն չունեցել, այսպես գծածկ է Աստված։ Հոբ 14-17 ինչ կսեր, Իմ հանցանքս կսեր, բարգի մեջ գնքեցի ու իմ անորենությանս վրա ծածկոց մտրիր։ Ծածկեց։ Հիմա եթե Աստված իր որդին Քրիստոսի արյունով, շնորհքով, ողորմությամբ և սիրով ծածկած է իմ և քո մեղքերը Ծածկել է իմ և քո ամոթը, ծածկել է մեր անցյալի վատ պատմությունը, մոռացել է դրան և այդպես է համարում, որ գարես երբեք քո յություն չես ունեցել, դու չես գործել այդ մեղքերը։ Ապա ինչու համար շատ հաճախ ես և դու կփորձվենք մեր եղբայր քույրերու, որոնց մեղքեր հանցանքները Քրիստոս քավել է շնորհքով արյունով կսկսին հրաբարագել Աստված ծածկել է, Քրիստոս իր արյունով ծածկել է, ես ուքամ, այդ ծածկոցը գհանեն, նո, Քրիստոս ածոր հանցանքը պետք է բոլորը դեսնեն։ Շատ հաճախ այդպես ենք անում։ Շատ հաճախ այդպես եմ անում։ Որպես Քրիստոսի հետևորդներ
բարդինք զիրար ներել, այնց է ուր է գալիս ես ներել բարը, այսինքն իրար թեմ կամ որևէ կործված հանցանք, որևէ մեղ կամ կործված հանցանք բարդավոր են ծածկել, գիտեք ներել կնշանակե ծածկել, ներել բարը կնշանակե ծածկում են, մորանում են, վերջ։ Արագած 10-12-ի մեջ տեսեք ինչ կսեմ, ադելությունը գրիվներ գանեն, բայց սերը ամեն հանցանք կծածկե, ամեն հանցանք կծածկե, ամեն դեսակ հանցանք կծածկե, բայց սեր դիրում։ Արագած 17-9 հանցանքը ծածկողը բարեկամություն կգտնե, բայց զանիկա պատմողը, հրաբարակողը մդերին բարեկամները կսադե, փաշամուն նստեց։ Այդ անդամը դուրս էլա, չէ լեզում, դուրս նայմա, չկաս, այդ ակին գոս չունիս։ Առաջին Պետրոս 7-8, սակայն ամեն բանի վախճանը մոտեցեր է, ամեն բանի իր ավարտին է հասնում, մեր կյանք իր ավարտին է հասնում։ Ուստի զգաստ եղեք ու աղոտքի մեջ արդուն գեցեք և ամեն բան է առաջ, ամեն բան է առաջ, top priority-ն գսեք իրարման դեպ սրդանց սեր ունեցեք, որովհետև այդ սրդանք սեր եկ որ ունենաս, մեղկերու բազմությունը պիտի կարողանաս ծածկել, ունեցեք սրդանց սեր ունեցեք, ոչ թե բանավոր սեր, ես սիրում եմ քեզ, ոչ թե խոսքով սեր, ես սիրում եմ քեզ եղբայր, ես սիրում եմ քույրս, Աստվածորդն է քեզ, լավ է, բանավորը լավ է, բայց սրդանց սեր, երբ որ ունեցեք կսեք, մեր այդ սրդանց սերը, հոգով սերը, Արոն ջիկերով սերը, իրական սերը, ազնիվ սերը, ազիզ սերը, պիտի կարողանամ ես քո հանցանքները ներել, ծածկել և դու պիտի կարողանաս իմ հանցանքը, իմ մեղքերը ծածկել։ Ռաֆի ջան ողջույն, ես գարոներ եմ ես շատ։ Օրինակ մնամ եք ավարտենք, այս բոլորը օրինակի մեջ ասում, տեսնենք ինչպես է գործում։ Նոյան ջրհեղեղը ավարտվեց։ Նոյ դուրս կուկա իր անդանիքով, նոյան դաբանից է նոր աշխարիմը առաջ կայտնվի։ Նայեցեք, եթե Արարատ սարի վրա գատնեց, հանգչեց նոյան դաբանը, Արարատ սարից որ նայում ես և տեսնում ես գինեգործության որդադունգերի այգի, դա միայն կնշանակե Արտաշատ։ Գիտեք որ ես Արտաշատի փեսայեմ, hello, Արտաշատի փեսայեմ ես, հիշում եմ առաջին նավի որ Հայաստան գնացի 1999-ին ներս ես եղբայր, Արտաշատ տարին ինձի, փեսայեմ, գիտես պիտի, և առավոտ զարպեցի, վավ, Արարատ մասիս սարը, նոյան դաբանը, ոնչ է բալա, և ոմպուտ տաշտերը գտես տաշտավայր, գինեգործության տաշտավայրեր են, ուրեմն նոյան դաբան, նոյը գիչնեմ և այքի գտնգեմ, հավանապար Արտաշատ քաղաքում, հավանապար, որ աբաղով ողմդին եմ, այքի գտնգե, կինուց կխմե, գկինովնա և իր վրանի մեջ ասողոսը կսե մերգացավ նոյը։ Դա մերգա, հիմա, նոյ աստուծու գոմե վկայված մարդ էր, որպես արդար, գադարյալ և աստուծու հետ քայլող մարդ, նոյը մարդ պես կսվի, մարդ մներով 100 տարի ոչ աշխարհին ավետարանը քարոզեց, մի մարդ որ աստվածաբաշտ էր, հավատքի հերոս էր, նմանավանդ երբ զին ծառում էին և իր հավատքը կասկածի ներքո էին դնում, երբ որ դաբանը կառուցելու ժամանակ ծաղրվում էին։ Բայց հիմա
Կարծես ամեն բան բնականon երևույթ է ստացել, այլևս ծաղրողներ չկան, այլևս դա բան կառուցելու առաքելություն չկա, հատուկ առաքելություն չկա, հարեդեվողական հսկողություն չկա, երկրագործությամբ է սպասվում։ Երկրի գործերով է սպասվում։ Ոչ թե երկրի գործերով, այլ երկրի գործերով է սպասվում։ Երբ մեր կյանքերում սիրելիներ, փոթորիկները հանդարտվում են, եւ ամեն բանը սկսվում է բնական վիճակը ստանալ։ Ճիշտ այս պահին է, երբ գրտնագի արդյուն եւ զգաս պետք է լինենք։ Ճիշտ նման բարականերում է, երբ փորձվում ենք հոգեվորապես թուլանալ, փոխանակ երկնային բաներով սպառվի, ըստ մենք երկրավոր բաներով սպառվի։ Նոյ այդի կդնգե, կինուց կխմե, գքինովնա, որու հետևանքով իր բարի վկայությունն ու համբավը ինքնից ձեռքով կխայտարարի։ Հիմա, նոյ հարբած է, իր վրանի մեջ է, մերկացած է գսե ասո խոսքը, և գսե կամ, կանանու հայրը կամ, իր հոր մերկությունը դեսավ, և դուրս ելավ, և իր երկու եղբայրներուն պատմեց։ Գիտեք, բաբան, կինին հարբած է, կինովցած է, մերկացած է, ասանք, բաբային վիճակը իր երկու եղբայրներուն կպատմեն։ Հիմա մինչ կամ, կանանու հայրն է կամը, իր երկու եղբայրներու հետ իր հոր մեղքը, թերությունը, մերկությունը կպաշնեկցի կպատմեն, իր երկու եղբայրները ովքեր են Սեմ և Հափետ ծածկոց նկարն են ետ բաբանին հոն են երկու և ծածկոց նկարը հետ կան և իրենց բաբայի վրա գծածկեն չեն նայք գծածկեն իրենց հոր մերկությունը իրենց հոր մերկությունը չուզեցին տեսնեն Սեմ ու Հափետ հանդերձ արին և իրենց երկուքին ուսերուն վրա տրին ու ետ երթալով իրենց հորը մերգությունը ծածկեցին։ Շատ խորհուրդ ասել կա։ Փորձեմ ամփոփել։ Թեև նոյ սխալ վիճակի մեջ է, թեև նոյ Աստուծո մարդը մեղքի մեջ էր, այսպես սևավորենք, մեր վիճակ, հարբած վիճակ, քինով վիճակ, Սեմ և Հափետը իրենց հոր մերգությունը ծածկելով ցուցադրած և ասած եղան, որ հայր մենք քեզ քո արժանապատվությունը պիտի ծածկենք և պիտի պաշտպանենք։ Սա է պաշտպանո սիրո ծածկոցը։ Այո սխալի մեջ ես, այո մեղքի մեջ ես, այո հարբած ես, այո մոլորված ես, բայց մենք պիտի ծածկենք, որտեղ կսիրենք է, դու մեր բաբան ես։ Չպախարագեցին, ամոթան չտվին իրենց հորը, չփամփասեցին, չչարախոսեցին, իրենց հոր մերգությունը չհրաբարագեցին։ Դες է եկեղեցու մեր դերակատարությունը ուրիշների սխալներն ու հանցանքները կամ անոք որոնք սխալ ու հանցանքների մեջ են մեր դերակատարությունը որպես եղբայրներ թունել և առաջնորդել նրանց վերագանքնել նրանց ծածկել և պաշտպանելն է և ոչ թե ամոթով թողնել ու հրապարակելն է։ Այս է եկեղեցու պատասխանատվությունը։ Այսօր համար է եկեղեցին ասել, որպեսզի ընկածը վերականգնենք, պաշտպանենք Քրիստոսի սիրով։
Ինչու մանաս երկու եղբայրները ետ գնալով ծածկեցին իրենց հոր մերգությունը եւ չուզեցին տեսնել շատ բարձ, որովհետեւ սիրում էին իրենց պապային, որովհետեւ սիրում էին իրենց հորը, նույնիսկ երբ նա մեղքի մեջ էր։ Առաջին Պետրոս 4:4 շենք ամեն բան առաջին առանձև սրտան սիրն է, որը միայն այս տեսակ սերը պիտի կարողանա մեղքերու բազմությունը ծածկել, որտեղ մենք մեղքերու բազմություն, լիքը մեղք ունես դու չսիրվելիք ես, բայց ես որոշում եմ ծածկել, սիրել քեզ, պաշտպանել քեզ, ամոթով չարել չհրաբարակել։ Ծածկելով իրենց հոր մերգությունը առաջին հերթին ոչ իրենք տեսան սեմի եւ հապետը, կամը չարախոսեց, պատմեց, ոչ իրենք տեսան, ոչ էլ թույլ տվեցին, որ վրանի գողքով, արջևով անցնողները տեսնեն ինչ է կատարվում ներսում։ Ծննդոց 24 հետաքրքրական մի բան է ասում։ Գսեք, նոյ իր քինուց կամ հարբեցոջուն արտնանան է եկ, իր բզդիկ որդու իրեն ըրածը իմացավ։ Կամի ըրածը իմացավ։ Ման ինչպես իմացավ նոյ, չգիտեմ, բայց իմացավ։ Իմացավ, որ կամը իր մերգությունը պատմեց, հրաբարակեց եւ այլն, չծածկեց, չպաշտպանեց եւ իմացավ, որ իր մյուս երկու որդիներ Սեմ եւ Հապետը ծածկեցին, բայց իր ոսկե իր փոքր որդու իրեն ըրածը իմացավ նոյ։ Երբ նոյ իր աննման վիճակից արթնացավ, ուշքի եկավ, դուրս եկավ, իմացավ, թե ովքեր էին իր գողքին գանքնողները եւ ովքեր էին իրեն հագարակ, իր թեմ գեցողները, իմացավ։ Գրետ սիրելներ, ով, ամեն մեկս անգում ենք ունենում մեր կյանքում, ով որ իր անգումից ետ է գանքնում, ինչ որ սևով կամ միջոցով իմանալու ես, իմանալու եմ, թե ով իմ գողքին գանքնեց, և ով իմ մեղքերը հանցանքները հրաբարակեց, բախարակեց, զիս խայդարագելով էր անցկացնում օրերը, թամթասելով, չարախոսելով, գիրես Հովանեսը, Հարոնը, գիրես Գևորգը, գիրես Արիսը, Հովանեսը, Հակոբ, գիրես իմանալու եմ, ուշ կամ լանող, ով իմ գողքից էր, ով ինձ համար գաղոթ էր, ով գփորձեր ինձ ծածկել, պաշտպանել եւ ով հրաբարակում է, փամփասում է, չարախոսում է եւ իմ դգարություններս, իմ անգմանս ուրիշներին բաժնեցում է եւ արժանապատվությունս եւ ինքնությունս փորձում է վարգապեկել։ Կանանը, կամի սերունդ, առաջ եկավ, կանանացիները որ կան, կամի սերունդն են։ Նոյի մեղքը հրաբարակելով կամը, պատիժն ու անեծքը իր որդիների ու իր ոչ սերունդի վրա հանգեց։ Վաու! Կանանի կամի որդիներու և ոչ սերունդ որ կանանացիներն են, որովհետև ինքը կամը իր հոր մերգությունը չծածկեց, բախարակեց, այդ անեծքը իր որդիների ոչ սերունդի վրա հանգեց, անիծված սերունդ եղավ, որ Աստծո խոսքը շատ բարձր գսե, ինչ որ ցանես, նույնը պիտի հնցես։ Ախ գսեմ և շատերս ախը գսենք, որքան տարբեր, որքան համակրելի, որքան հրաբուրիչ, ազդեցի և ապահով պիտի լիներ մեր եկեղեցիները, եթե լոկ այս զազրելի, զզվելի և խայդարակ
մերսալի վիճակից ձերբազատված լինենք եւ փոխարենը սիրո ծածկոցով ծածկենք, պաշտպանենք իրար հանցանքներն ու մեղքերը։ Երեք տարի է, որ Միացյալ Նահանգներում եմ եկեղեցում հովվական ծառայությունս բերում, իրենց շատ եմ շրջում, գիտեք, սոշել եմ ես շատ, հաղորդակցում եմ, գնում եմ, տալիս եմ, փողոց, խանութ, հայեր, ընկերներ, ծանոթ, անծանոթ եւ այլն։ Մեծամասնությունը, որոնց հետ շփվում եմ եւ հրավիրում եմ եկեղեցի, այնքան դխուր պատասխաններ են տալիս, այնքան դխուր բաներ են լսել եկեղեցիներու մասին, լսել են, այնքան բաներ են իրենց ականջներու մեջ լցվել, դվյալ եկեղեցիների անդամներիս միջոցով լսել են, եւ ասում են, չեն կարող դա։ Եվ ոչ պատասխանատվություն մեր վրագի մսլին, ոչ պատասխանատվությունը եկեղեցվող վրագինը շատ հաճախ։ Մնացեք այնց, Քարդաչիս 6-1 ինչ կսեր, եթե կսեր մեկը մեղքի մեջ բռնվի, մեկը մեղք գործեր։ Դուք որ կսեր ավելի հոգևոր եք, այդ անձը օգնեք որ վերագանքնի։ Եթե մեկը մեղքի մեջ, Հովհաննեսը մեղքի մեջ բռնվավ, դուք որ ավելի հոգևոր եք, կսեք օգնեք այդ ընկածին, որ վերագանքնի, restore-ը, ոչ թե հրավարագենք, բախարագենք, բացահայտենք, քողազրկենք, եւ, no, իմանայացեք այդ։ Սա չի նշանակում, որ երբ որ մեկը մեղք գործեց, մեղքը գործող մեղքը անդեսեք, no, մեղքը լուչ հարց է, հանցանքը լուչ խնդիր է, մեղքը գա, okay, գանչում ես, և կաղուդորեն, մի առանցին սենյագում, սիրո միջավայրում, կուրկուրանքի միջավայրում, որտեղ այդ ընգացը լույս պիտունենա, որ ոտքի պիտել է, այդ միջավայրում, քաղցրությամբ, սիրով, զինք վերագանքնելու մտադրությամբ, փորձում են օգնել մեղք գործող անհատին։ Որ եկեղեցին պետք է լինի վայրը, որտեղ բժշկություն եւ օրհնություն կվայելի անհատը, նայեցեք, այս է ֆորմուլա։ Confront privately, cover publicly։ Confront հանդիմաներ եւ առանցիներ։ Հանդիմանի մեղավ, դու մեղք գործեցիր եղբայր, կհանդիմանես privately։ Իսկ հրաբարական գծածկենք։ Confront privately, cover publicly. Asupos galing sofis. Գիտեք ինչու համար մեր եւ բազում եկեղեցիներում մեր զավակներ, մեր ծնողներ կամ հարազատներ չեն գալիս այն եկեղեցին, որ մենք հաճախում ենք։ Հիմա կրնան շատ պատճառներ դար, բայց պատճառներից ամենից ակնհայտը շատ հաճախ եւ մեծամասամբ հետեւյալն է։ Եկեղեցում խնդիրներ կա, մեկը սխալ, մեղք գործեց, խնդիր կա, վիճակով չեմ սիրում։ Այդ խնդիրը վերցնում եմ, շարանում եմ, գնում եմ դու։ Նստում եմ սեղանին եւ սկսում եմ պատմել տան մեջ։ Իմ որդով կա արտայդել։ Այսիգա պատվելի, եղբայրը, սարգավակը, հովիվը, լույսը, հոգապարծում, այդ սկսում են խոսի։ Մեր զավակները լսում են։ Մեր զավակների ականջները լցում են նման բաներով։ Եվ ինչ է կատարվում։ Հետս հետը մեր զավակները տեսնում են, որ իմ մաման ծնողքը, որ այս եկեղեցին եկան, այդ եկեղեցի գոհ չեն, բայց ինչու համար ինձ ուզում են հոնդանի։ Եվ իրենց մեջի եկեղեցասիրության, աստվածասիրության
լուրջ խնդիր են առաջացնում։ Դու ասում ես զավակները չեն գալի կամ մեր հարազատները եւ այլն։ Քամի որդիներն ու իր ոնց սերունդը Աստծուց հեռու մեղսալից ու բղձալի կյանք վարեցին, Աստուծո ժողովրդին ոխերին դշնամիները դարձան, հավիտենական գործանման ենթարկա եղան եւ պատճառը գիտեք ինչու, որովհետեւ իրենց հայրը, իրենց հովիվը, իրենց նահաբեդը, իրենց առաջնորդը չծածկեց իր հոր մերությունը, հրաբարագեց եւ իր ոչ սերունդի վրա, իր ոչ ընտանիքի վրա, իր ոչ եկեղեցու վրա եւ հոտի վրա անեծք բերեց։ Յուրաքանչյուրը սիրելիներ, մեր հոգևոր կյանքի ընթացքում դեմոնի դիտա որ պիտի քինովնանք, դες ոչ է քինիով դες նոյը, բայց պիտի անգում ունենք, պիտի շփոթվենք, պիտի անգում ունենանք, մեղքի մեջ, փորձության մեջ, հանցանքի մեջ պիտի բռնվենք, բայց հարցը հետևյալն է։ Ում դիրքորոշումն ես որդեգրելու, ում դիրքորոշումը պիտի որդեգրել, քամի, թե սեմ եւ հապետի, մեղքեր ծածկող, թե հրաբարագող պիտի լինել։ Եվ այս քո դիրքորոշումից մեծ բան է կապված դվյալ եկեղեցվո հոգևոր վիճակի ընթացքի մասին։ Այնքան պատմությունների մակար միտքս, բայց ժամանակս ավարտվեց։ Որքան լարբեր պիտի լինել մեր եկեղեցիները։ Եթե այդ անդամները վաղուց մենք անդամասրգեինք այդ լեզուն և չարախոսյան և լեզուները, թույս որ այդ լեզուն է, որ մենք կսկսենք հրաբարագել և այլն։ Որքան վիշտ, որքան արդյունքա, որքան անցյալի պատմություններ կա, եղբոր մկինեմ ղեկավարում ներկայացմակերպության, գսեք, երբ որ հանդիպեցիք, գսեք, այսինչ բատվելու նկատմամբ, այսինչ հավատացյալներու նկատմամբ, այսինչ հովիվներու նկատմամբ, ասան դեֆտերներ ունիմ, արքայվներ ունիմ հավաքած, դեֆտերներ ունիմ իրենց հանցանքների մասին։ Ում համար ես բաղում եղբեր։ Գիտեք այդ դոսիները, այդ դեֆտերները, արխիվները, ամբուջ կյանքը ունեցողին թունավորված պիտի բային, դու երբեք չես կարողանալու սիրով և ներողամտությամբ վերաբերվել այդ բոլոր անձեր։ Գիտես քանիների դոսիները ունիմ լսել, բոլորի մեկ-մեկ հրած է, ինչ անցան սխալարած է։ Խաշե չուրը խմեմ, խաշե չուրը խմեմ։ Տեր Հիսուս, ներիր ինձ, որ շատ հաճախ այս հանցանքի մեջ անբար չեմ եղել և օգնիր ինձ, որ կարողանամ թե ծածկող լինել, պաշտպանող լինել, ապահով զգան, երբ որ դեր կշփվենք, և Հայր ներիր բոլոր նրանց, ովքեր այս մեղքի մեջ բռնված են, անզոր են դուրս գալ, բացի հրաբարագելուց, չարախոսելուց և փամփասելու դեր ներիր կաղաչեմ, զորացնում են, որ այս վիճակից ցերփասատվենք և քո սիրտը կունենանք, փառավորյալ ես հիմա և հավիտյան։